Բարև ձեզ հարազատներս, ամեն տեսահոլովակ նկարանելիս ասում եմ վերջ, էլ ես ոչ մի կոպիտ տեսահոլովակ չեմ նկարանելու, միայն բարիությունից եմ խոսելու, որ էջ ես բարիություն արտացոլի, միայն լավ բաներից եմ խոսելու, բայց գալիս եմ ու գազ ասում, գալիս եմ նստում ու գազ ասում ու խնդիրներ ունենք ու այդ խնդիրների մասին պիտի խոսենք, որպեսզի առաջ գնանք, որովհետև եթե չքննարկենք, չզրուցենք, չենք էլ աճի, չենք էլ զարգանա։ Ուրեմն այսօր կպատմեմ ինչպես եմ հղիս ուղարկել արյունաբանի մոտ։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն հղիս առաջնածին է, ունեցել եմ մի չզարգացող հղիություն, միջև այս ներկա հղիությունը, միջև 24 շաբաթականը հետազոտվել է Մոսկվայում, մասնավոր կլինիկայում, որտեղ ոտից գլուխ ահագին պետքական, ոչ պետքական հետազոտություններ են արել եւ բժիշկը նշանակել է իրեն ֆրաքսիպարին, մի տեղ, որ արյունը մածուցիկ սարքի ավելի, համարելով, որ չգիտեմ ինչ է համարել, այսպես դեղ է նշանակել։ Հղին գալիս է 24 շաբաթականում ինձ մոտ, հետազոտում եմ, զրուցում եմ, հետազոտություններն եմ տեսնում, որ ցուցում չկա ֆրաքսիպարին այս կոնկրետ այս հղիի մոտ, ավելորդ է, բայց քանի որ հղին կարող է մի բան լավ հասկացած չլինի, մի անալիզ ցույց տված չլինի, ինչ-որ մի բանի վրա բժիշկը հիմնված լինի այդ ֆրաքսիպարինը նշանակած, ուղարկում եմ արյունաբանի մոտ, քանի որ կարգն է այդպեսի, որովհետև դրանով արյունաբանն է զբաղվում։ Այն արյունաբանը, ով մասնագիտացած է հղիների տրոմբոէմբոլիկ բարդությունները կանխարգելելու, բուժելու մեջ։ Ուրեմն հղից գնում է արյունաբանի մոտ, գալիս է եզրակացությունն է բերում 3 էջի վրա տված, եզրակացության վրա ստորագրություն չկա, կնիկ չկա, ոչ մի բան, այսինքն ոչ մեկ պատասխանատվություն չի կրում, այս արյունաբանի եզրակացությունը տալիս, զարմանալի է, ու արյունաբանի խորհրդատվությունը վճարով է, ահագին էլ թանկ է վճարը, հղիության վարումը անվճար է, բայց արյունաբանի խորհրդատվությունը վճարով է։ Ուրեմն 3 էջ հետազոտ պրոտոկոլ է գրված, վերջում մեծ տառերով գրված, որ հղին չունի ոչ մի արյունաբանական խնդիր, ոչ մի մակարդելության հետ պրոբլեմներ, բայց նշանակված է 15-ից ավել անալիզներ, որոնց մի մասը 1/3-ը մոտավորապես չի կարելի նշանակել հղիներին, այսինքն ինչի չի կարելի նշանակել, քանի որ ոչ մի երկիր նորմատիվ չունի այդ հետազոտությունների պատասխանները, չգիտի նորմայում հղիների մոտ ինչպիսին են լինում, քանի որ չի հետազոտել, չգիտի։ Այսինքն դու ասենք թե հղին գնաց այս բոլոր 15 անալիզը արել, 15 են թե ինչքան են այդ անալիզները հանձնեց եկավ, ու պատասխանները նորմալ չեն, դու ինչ ես իմանալու, սա հղի է դրա համար է այսպիսի պատասխան, թե իրոք խնդիր ունի այս հղին, սա չգիտեմ այս հարցը ինչպես է լուծվում, ու 3 տեղ է նշանակել, որը ոչ մի ապացուցողական հիմք չունի այս տեղերը նշանակելու, կգնաս մի ամիս վեսելդուև կխմես, դրանից հետո 1 ամիս, դրանից հետո կանցնես ասպիրինի, որ պրոտոկոլով է սա նշանակված, որ երկրում են այսպիսի բուժում նշանակում, ինչ է վեսելդուև, որտեղ է ապացուցած, որ սա պետք է նշանակել այս դեպքում, այս հղիին, ոչ միտեղ, հետն էլ անգիովիտ, լավ անգիովիտը բացեցի տեսա վիտամիններ, ես չնայած իմ հղին այդ մուլտիվիտամինների մեջ, որ խմում է հղիների համար, այդ ամենը կա մեջ։ Խնդիր ունենք ժողովուրդ, այս ապացուցողական բժշկության հետ կապված չենք կարողանում մտնենք ապացուցողական բժշկության մեջ։ Հղիների, տրոմբոէմբոլիկ բարդությունների ախտորոշումը, կանխարգելումը եւ բուժումը պրոտոկոլ ունի։ Եթե դու նստել ես, արյունաբան ես, հղիների հետ ես աշխատում, ընդամենը մի պրոտոկոլ պիտի կարդայիր, այսքան ժամանակ, առաջի օր չի որ եկել ես նստել ես, այսքան ժամանակ մի պրոտոկոլ պիտի կարդայիր, այդպես էլ կոչվում է հղիների մոտ տրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելում, ախտորոշում եւ բուժում, ու հիմքը դա բրիտանացիներն են տվել, բրիտանական պրոտոկոլը կարդաս հերիք է քեզ, բուժի ինչքան ուզում ես բուժի, ոչ մի հատ վեսելդուև ես կարտալու գտնելու ընդ, ոչ մի հատ անգիովիտ ես տեսնելու, ոչ մի հատ այս վերջ ասում ես ասպիրինը շարունակում ես եւ վերջ, սենց բաներ չկա ապացուցողական բժշկության մեջ։ Այդ նույն պրոտոկոլից ունեն ամերիկացիները, մենք դե չունենք, մենք չունենք, Ռուսաստանը շատ թույլ է այդ հարցում տրոմբոէմբոլիկ բարդությունների, իրանք վերցել են ուրիշների պրոտոկոլները, տալիս են իրանց հղիներին, հղիները վարում են ուրիշների պրոտոկոլների վրա, քանի որ գիտությունը այդ չասեմ գիտություն չունեն, զարգացած չի այդ մակարդակի, ինչպես բրիտանական բժշկությունը, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների բժշկությունը եւ այլն։
ուրեմն պիտի անցնենք ապացուցողական բժշկության։ Կարևոր է սա, ուրեմն մեր ժողովուրդն մի կողմից շատ ուրախացած է բուժումներով, դեղերով, կան որոշ խմբի մարդիկ, որ շատ ուզում են դեղեր։ Վայ, ինչքան շատ դեղ նշանակես, ինքը ուրախացած ընդունում է այն դեղերը։ Ապացուցողական բժշկության դեղերը ինքը շատ քիչ է։ Ինչ է նշանակում ապացուցողական բժշկություն, այսինքն ահագին մարդ են վերցել հետազոտել, 1000 հոգի այս երկրում են հետազոտել, 1000 հոգի են մյուս երկրում, 1000 հոգի են մյուս երկրում զարգացած երկրներում, որ տեսնան այս դեղը օգտակար է թե ոչ, ու շատ քիչ դեղեր են իրենց օգտակարությունը ցույց տվել, որոնց մասին բարբերաբար խոսելու եմ, դեղերի մասին չեմ խոսելու, ինչ մեխանիզմի մասին, ինչպես են բուժվում։ Մի խոսքով պիտի կարդանք զարգացած երկրների բժշկությունը, մանավանդ եթե դուք աշխատում եք հղիների հետ, հղիների վրա ոնց կարելի է փորձարկում անել տարբեր տեղերի։ Ֆարմկամպանիաները ինձ միտեղ սպանելու են, վերջից եթե մեր երկրի ղեկավարությունը դա չանի, ֆարմկամպանիաների ձեռով են գնալու, քանի որ ֆարմկամպանիան ինչ է, ինքը արտադրում է դեղորայք, ոնց որ մեկը հաց է թխում, այս մարդն էլ դեղ է արտադրում։ Այս դեղը պիտի օգտագործեն, պիտի վաճառի այս դեղը։ Դե գնում այս բժիշկին ասում է այս դեղը սրա համար շատ լավ է, մյուսին ասում է այս դեղը սրա համար շատ լավ է։ Այս բժիշկն էլ դրած, եթե գիրք չկարդա այս բժիշկը, ոչ մեկից էլ չվախենա, այս դեղը նշանակում է ու չգիտենք դրա հետևանքները։ Ուրեմն եկեք անցնենք միայն ապացուցողական բժշկության։ Հույս ունենամ, որ վաղ թե ուշ կանցնենք։ Այսքան է երևի ուզում ասել, որ շատ կարևոր է ու եթե ինչ-որ պատասխան ենք, եզրակացություն ենք գրում եզրակացության վերջում, մեր երկրում շատ է այս բժշկությունը այսքան թանկ, որ թանկ է մեր երկրի բժշկությունը, դա ասեմ, ու թղթի ու գրիչի խնայում է գնում։ Ոչ մի կլինիկա չի տալիս, որ բժիշկը թղթի վրա եզրակացություն գրի, իր ստորագրությունը դնի։ Լավ, կան կլինիկաներ, որ օնլայն են այդ ստորագրությունները վերցնում, երևում է, որ բժիշկն է դրել այդ ստորագրությունը օնլայն, բայց մնացածները, այսինքն ոնց կլինի, որ ոչ մի պատասխանատվություն չի կրում իր արածում։ Ուրեմն եկեք ապացուցողական, հիմա աղին եկել էր իմ մոտ 24 շաբաթական, իրեն ասում եմ, դե դու ցուցում չունես բուժման, բայց գնա արյունաբանին լսի։ Հիմա արյունաբանն էլ այսպեսի հետը, հիմա եկել այդ ասում է ինչ անեմ, չգիտեմ ինչ անի, իրոք չգիտեմ ինչ անի։ Խնդիր է։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։